Արդեն հայտնի է, որ կրթության ոլորտի պատասխանատուները հակված են, որ հաջորդ տարվանից ինտեգրված ESSEN որպես քննական առարկա պետք է ներդրվի նաև բացի Տավուշի մարզից, այլ մարզերում ևս, եւ այսօր Արիքնազյան կրթահամալիրի համահիմնադիր ուսուցիչ պարոն Արա Աթայանի հետ քննարկելու ենք հարցը, թե ինչ է պետք, որպեսզի 9-րդ դասարանցիները պատրաստված լինեն ESSEN-ին։ Բարև ձեզ, պարոն Արա, անչափ շնորհակալ եմ, որ դասերի արանքում գտաք այս ժամանակը մեր հարցերին պատասխանելու համար։ Բարև ձեզ, սիրով։ Շատ կարևոր հարց է, որովհետև ըստ էության մեր կրթական համակարգում կարելի է ասել մեծ փոփոխություն է տեղի ունենում, բայց մեր զրույցները ուսուցիչների հետ, մասնագետների հետ, մեր ուսումնասիրությունները հենց բուն ESSEN-ների վկայում են, որ անելիք դեռ շատ կա։ Արդյոք ձեր կարծիքով մեր կրթական համակարգը պատրաստ է ինտեգրված ESSEN 9-րդ դասարանում որպես քննական առարկա ներդնելու։ Դե չեմ կարող ասել ինչին է պատրաստ մեր կրթական համակարգը, դա դժվար հարց է, որովհետև ըստ էության ամեն ինչ կախված է յուրաքանչյուր դպրոցից, ավելի յուրաքանչյուր ուսուցիչից։ Արդյոք ուսուցիչը պատրաստում է երեխաներին մտքի շարադրանք կատարելուն, իսկ դա ենթադրում է նաև, որ պետք է պատրաստի մտածելուն, չէ, դա միշտ հարց է։ Եվ վերջո ուսուցչի խոսքը, ուսուցչի միտքը եւ ուսուցչի խոսքը երեխայի ճակատագիրն են, ոչ թե ճակատագրերի վրա ազդեցություն ունեն, այլ որոշ իմաստով նաև կարելի ասել հենց ճակատագիրն է եւ դրանով է որոշվում, բայց այստեղ ես պետք է ասեմ, որ ինքնին այդ գաղափարը, որ երեխաները պիտի ESSEN գրեն, դա լավ գաղափար է, դա առողջ գաղափար է։ Ընդհանուր առմամբ մենք դեպի այդ պիտի ձգտենք։ Կրթահամակարգը շատ մեծ հարվածներ ստացավ, երբ այդ արևմտյան թեստային մոլուցքը սկսեց փոխարինել կենթանի միտքը։ Ես ընդհանրապես կասեի, որ բանավոր խոսքը հատկապես եւ նաեւ գրավոր խոսքը, բայց գեղարվեստական խոսքը, վերլուծական խոսքը, ամեն ինչը պետք է վերադառնա ավագ դպրոց եւ միջին դպրոցի միգուցե 8-9-րդ դասարաններ։ Հիմա տեսեք, եթե որոշում կա, որ 9-րդ դասարանում են գրելու ESSEN որպես քննություն, որ դասարանից է պետք պատրաստվել եւ կարող է արդյոք 2 տարվա փորձառությունը հիմք հանդիսանալ, դա տարածելու ամբողջ երկրում մեկ։ Այդ հարցի մեջ կա մի քանի ենթակետեր, էլի, ես կսկսեմ նրանից, ինչի մասին դուք չեք հարցնում, արդյոք պետք է քննություն 9-րդ դասարանից հետո, ես կասեմ միանշանակ ոչ։ Պետք չի։ Եթե դուք հարցնեիք, արդյոք պետք է երեխաները կարողանան 9-րդ դասարանի վերջում մտքեր շարադրել, ես կասեի այո, միանշանակ այո, բայց դա չպետք է լինի, կրթության նպատակը ընդհանրապես քննությանը պատրաստելը չի, այդ ձեր հարցի մեջ արդեն դա կա, 2 տարի կամ 3 տարի կամ 4 տարի մենք պետք է քննությանը պատրաստենք, ով ասեց, որ մենք որևէ մեկին պետք է քննությանը պատրաստենք։ Պետական մարմինների որոշումները Ես կարծում եմ, որ այդ ուղղությամբ էլ պետք է աշխատվի, որպեսզի մենք ընդհանրապես վերանայենք այդ պատկերը, հա, որ կրթության մեջ ինչ-որ կուլմինացիոն կետեր կան, գերագույն կարևորագույն կետեր կան, քննություններ, որոնք ինչ-որ սարսափի տոն են, հիշում եք այն բանի մեջ, օպերացիա, որ ասում է քննությունը ինձ համար միշտ տոն է, բայց այդ շուրջը սարսափա չէ տիրում, մենք դա պետք է վերանայենք, մենք դա ժառանգել ենք, դա խորհրդային միությունից չենք ժառանգել, խորհրդային միությունն էլ է դա ժառանգել եւ այլն, եւ ոչ միայն մենք, ընդհանրապես ժամանակակից կրթահամակարգը դա ժառանգել է շատ մութ ժամանակներից եւ կրթահամակարգից, շատ կոնկրետ ծագում ունեցող, հա, եւ այդպես իներցիայով ամեն հաջորդ սերունդը ուսուցիչների, չգիտես ինչու կարծում է, որ քննությունը ինչ-որ բան է որոշում, նախ եւ առաջ մենք։ Բայց ուսուցիչները չէ։ Չէ, ուսուցիչներն էլ, Անուշ ջան, այդպես չի։ Ուսուցիչները կարծում են, որ թվանշան ինչ-որ բան է որոշում, համոզված են, որ քննությունը ինչ-որ բան է որոշում, վստահ են, որ կրթությունը պիտի ամեն քայլափոխին լինի չափելի։ Այդ պատրանքները, որ մենք արդեն վաղուց
պիտի մեզ համար հասկանայինք էլի, որ դրանք ընդհանրապես պատրանք են, շարունակում են գործել եւ թելադրել։ Ես կասեի, որ ինքը փաստը, որ պետք է լինի քննություն, արդեն փչացնում է էսեի գաղափարը, որովհետեւ օրինակ ես գերադասում եմ հին հայերեն շարադրություն բառը, հա, շարադրություն գրելուց, մտքերի շարադրանք գրելուց, մարդը պետք է անկաշկանդ մտածի եւ անկաշկանդ ստեղծագործաբար մտածի։ Պետք է իր միտքը աշխատի առանց այն Դոմոկլյան թերի, որ իր գլխի վրա կախված է, որ այս աշխատանքը հիմա ինչ որ բաների, չգիտեմ, ահեղ դատաստանի վերինատյանի ինչ որ ներկայացուցիչների կողմից ինչ որ ձևով ուրեմն գնահատվելու է։ Դա պետք է լինի մի բան, որը բոլոր երեխաները կարող են անել, ես վստահ եմ եւ այդ առումով եւ ես այդ որոշումը շատ դրական եմ գնահատում, բայց ես կասեի, որ եթե մենք լինենք հետևողական եւ թեստային այդ ամեն ինչը վերածելու մանր հաշվապահական ոչի, հա, այդ համակարգից, եթե մենք նորից շրջադարձ ենք կատարում դեպի մարդկային համակարգը, իսկ ովքեր որ ասենք խորհրդային դպրոցներում սովորել են, կհիշեն, որ շարադրություն գրելը բավականին լուրջ աշխատանք էր, որը արվում էր եւ մարդիկ գիտեին ինչպես շարադրել միտքը։ Հա, եթե մենք դեպի այդ մարդկային ունակություններն ենք նորից շրջադարձ կատարում, ապա մենք պետք է նաեւ հասկանանք, որ չպիտի նաեւ իներցիայով շարունակենք նույն ձևով գնահատել։ Դեպ գնահատումը դա մի բան է, մարդու գնահատումը, դա մի բան է, որը շատ դժվար է անել եւ դա թվով չի որ արվում է եւ չի կարելի վերածել կրթությունը մի բանի, որը ամբողջությամբ ուղղված է դեպի քննություն հանձնելը։ Հետևաբար ես կասեի, այո, անկասկած պետք է երեխաները իմանան գրել էսե։ Դրա համար կան քայլեր, օրինակ 6-7-րդ դասարանում նրանք պետք է սովորեն ճշգրիտ նկարագրություններ անել։ Ընդ որում խոսքը միայն բանի մասին չէ, մայրենի, հայոց լեզվի կամ հայ գրականության մասին չէ, այդ առարկաները չեն, որ միակ առարկաներն են, որոնք պատասխանատու են խոսքի համար։ Խոսքի համար պատասխանատու են բոլոր առարկաների ուսուցիչները եւ առարկաները։ Ես վկայեմ, որ ֆիզիկայի փորձը տեսել եմ դուք ինչպես եք անում եւ ինչպես եք հանձնարարում նկարագրել ֆիզիկայի փորձը։ Այո, եւ նկարագրությունը դա մի բան է, որը ենթադրում է առաջին հերթին ենթադրում է, որ դու տիրապետում ես խոսքին առնվազն ճշգրիտ։ Այսինքն դու կարող ես մանրամասն թվարկել ինչ առարկաներ էին օգտագործվում փորձի ժամանակ, իրեր, քիմիական նյութեր, չգիտեմ, եւ այլն, ինչ կատարվեց, ինչ տեղի ունեցավ, վերջում արդեն դասարանի հետ ուսուցչի հետ կամ ինքնուրույն մտածել եզրակացության մասին։ Դու կարող ես նկարագրել բնության ինչ-որ մի հատված։ Դու կարող ես նկարագրել մեկ օր քո կյանքից։ Դրանք բոլորը առաջադրանքներ են, որոնք պիտի անեն ամենատարբեր առարկաների ուսուցիչները կարող են դա տալ, հա։ Մենք պետք է անընդհատ սովորեցնենք երեխաներին սկզբից խոսել շատ ճշգրիտ։ Նաև խոսել, հետո խոսել ճշգրիտ։ Դե խոսել, իհարկե, խոսել ճշգրիտ։ Որոշակի տարիքից 7-րդ դասարանից ես կասեի ոչ պակաս, միգուցե նույնիսկ 6-ից։ Այնուհետև օրինակ գրել նամակներ։ 6-րդ դասարանից 6-րդ, 7-րդ դասարանում երեխաները պետք է սովորեն գրել նամակներ, ընդ որում ես նկատի ունեմ լիրիկական սիրային նամակներ։ Մի քանի տեսակի նամակներ կան։ Առաջինը դա գործնական նամակներն են։ Օրինակ, դա շատ կարևոր է, դա սովորեցնում է, դա մտքի դիսցիպլինայի մի էլեմենտ է։ Ոչ թե նրա համար, որ բոլորը հայտնվելու են այն վիճակում, որ գործնական նամակ են ստիպված հետո կյանքում գրելու։ Դա որպես հմտություն իհարկե պետք է գա մեծ մասին, բայց դա առաջին հերթին մտածողության եւ խոսքի հմտություն է։ Գրել նկարագրական նամակներ, պատկերացրեք, որ դուք ճամփորդում եք։ Ես դեռ հիշում եմ այն ժամանակները, երբ մենք ճամփորդում էինք եւ 2-3 օրը մենք գրում էինք նամակ մեր հարազատներին, մարդկանց, որոնց մենք սիրում ենք, մեր ընկերներին, մեր ընկերուհիներին, որտեղ նկարագրում էինք մեր ճամփորդությունը, ինչ ա եղել այսօր, ինչ ա եղել երեկ, որտեղ են գնացել, ինչ ենք տեսել եւ այլն։ Եվ այդ նամակները կարդալու բան չէին լինի, եթե նրանք չլինեին նկարագրություններով, այլ լինեին միայն գնահատականներով։ Սովորեցնենք եւ ինքներս էլ սովորենք իհարկե նկարագրել։ Դրանից հետո հաջորդ քայլը արդեն դեպի ավելի ազատ ոճի էսե գնալն է։
դա բարդ չէ, բայց դա պետք է անել։ Եթե դա չես անում, դա թվում է շատ բարդ։ Եթե դա անում ես, պարզվում է, որ դա եւ հաճելի է, եւ օգտակար է, եւ հաղթահարելի է դասարանի համար, իհարկե յուրաքանչյուր երեխայի համար իր չափով։ Եվ ստեղ նորից վերադառնում եմ քննությանը, իսկ ով ասեց, որ այդ չափը բոլորի համար նույնն է, եւ ով ա որոշել, որ չափը ճիշտն է։ Թե պետական մարմինները որոշել են իրավական ակտեր, կան սահմանվել են չափորոշիչները, այսինքն հստակ է, որ ինչի համար քանի միավոր են ստանում եւ այլն։ Չկա իրավական ակտ, որը հնարավոր չէ վերանայել։ Այսինքն ձեր առաջարկն է ընդհանրապես հրաժարվել Իմ առաջարկն ընդհանրապես քննություն գաղափարը վերանայել։ Հա, էսեին իմ առաջարկը չի վերաբերում, հակառակը ես կողմ եմ, որ էսեները մտնեն եւ քննություն եւս ընդհանրապես բացառել 9-րդ դասարանում միայն թե համարում եմ, որ քննությունները երբեք ոչ մեկին ոչինչ չեն տվել, որովհետեւ մենք շատ լավ գիտենք, որ նրանք ովքեր լավ գիտեն, հաճախ հանձնում են իրենց հնարավորություններից շատ ավելի թույլ, որովհետեւ քննությունը ստրեսային վիճակի մեջ է գցում, չգիտես ինչի համար, ինչ նպատակով երեխային, եւ մենք շատ լավ գիտենք նաեւ, որ երեխաները, որոնք շատ ճարպիկ են որոշ հարցեր լուծելուց, բայց ոչ ուղիղ կրթության առումով կամ գիտելիքի առումով, նրանք ինչ որ ձևով լուծում են հարցերը, այսինքն հաջողացնում են ինչ որ ձևով ժողովրդական ոճով ասած պլստալ։ Մենք գիտենք, որ քննությունը սովորաբար ցույց չի տալիս պատկեր, իսկ եթե ցույց է տալիս, նույնիսկ եթե համապատասխանում է մեր պատկերացումներին, որոնք ընդհանրապես պատկերացումներ են իմիջիալոց, ապա ինչ դրանից։ Դրանից ոչինչ, որովհետև յուրաքանչյուր ուսուցիչ, որը տարիներ շարունակ աշխատում է դասարանի հետ, գիտի յուրաքանչյուր երեխայի հնարավորությունները եւ պոտենցիալը, ինչ որ չափով պոտենցիալը այդքան չգիտի իհարկե, բայց այս պահին նվաճումները գիտի, եթե ինքը ուսուցիչ է։ Բայց այդ վախի, ստրեսային մթնոլորտի դեմ պետք է պայքարել, իսկ քննությունը նույնիսկ ամենաբարի դպրոցում, նույնիսկ ամենաբարի ուսուցիչների պարագայում քննությունը դա մի բան է, ձեզ քննում են։ Դա մեզանից յուրաքանչյուրի համար կլինի շատ տհաճ։ Լավ, բայց մենք իրականությունից չեն կարող շեղվել եւ օրինակ անցյալ տարվա քննության թեման, որ տավուշում եղել է, կրթության զարգացումն է եւ այստեղ օգտագործվում են բառակապակցություններ, որ պիտի ուղիղ մեջ բերեմ խաչվող հասկացություն, զարգացում։ Երեխան կարող է պատասխանել այս հարցերին, ուղիղ մեջ բերում եմ անում։ Ինչու էր կարևորվում կրթության զարգացումը, ինչ դեր էր վերապահվում կրթությանը տարբեր ժամանակաշրջաններում հասարակության զարգացման գործում, քո կարծիքով ինչպիսին պիտի լինի ապագայի դպրոցը։ 9-րդ դասարանցին այսօրվա մեր կրթական համակարգի պայմաններում այս հարցերին կարող է պատասխանել։ Չգիտեմ կարող է թե չէ, բայց չգիտեմ ինչու պիտի պատասխանի ճիշտն ասած, այդ հարցերից վերջին հարցը քո կարծիքով ինչպիսին պիտի լինի ապագայի դպրոցը, ես մի քիչ կվերաձևակերպեի, ես կասեի իմ երազանքի դպրոցը, նկարագրի քո երազանքի դպրոցը, այդպես այդ հարցին հնարավոր է պատասխանել, թող երեխաները փորձեն դա անել, բայց նախորդ երկու հարցերը սկսենք դրանից, որ ընդհանրապես մենք տեսեք, ես վերջերս միջազգային կոնֆերանսի ժամանակ Բրյուսելյան համալսարանում խոսեցի այդ մասին, մենք վերջին տասնամյակների ընթացքում, ոչ միայն մենք էլ, այսինքն գիտական եւ կրթության ոլորտի գիտական աշխարհը յուրացրել է սովորություն խոսել ոչ թե մարդկային լեզվով, այլ տերմինների միջոցով։ Ես ամենապարզ բառը սա է շարքից է, եթե հարց ունենք, որին ուզում ենք, որ ինչ-որ մեկը պատասխանի, կապ չունի ինքը 9-րդ դասարանցի է, թե դուք եք կամ ես եմ։ Այդ հարցը մարդավարի մարդկային լեզվով տվեք, ինչի եք այդ հարցը տալիս բյուրոկրատական լեզվով։ Հիմա ուզում եք կարդամ կրթության հասկացությունները 12 ուղղություններով։ Ես ճիշտ ասած չեմ ուզում, բայց եթե դուք ուզում եք կարդացեք։ Չէ՞ որ պատկերացնենք, որտեղից է ծնվել։ Եթե ուզում եք կարդացեք։ Խաչվող հասկացությունները 12 ուղղություններ կան առարկայական ծրագրերում։ Առաքյալների պես, հա։ Այո։ Հիմա հերթով կարդամ օրինաչափություն եւ հետևանք, պատճառ եւ հետևանք, մասշտաբ, համամասնություն, քանակ, կառուցվածք եւ գործառույթ, համակարգ եւ մոդել, էներգիա, նյութ, կայունություն եւ փոփոխություն, զարգացում, անհատ եւ հարաբերություններ, ժամանակ եւ տարածություն, անհատական մշակութային արժեհամակարգ, համաշխարհայնացում։ Հիմա
այս ամբողջից էսեի հետ կապված զարգացումն է մտել գրականության եւ պատմության քննության մեջ, ես մեղավոր չեմ, որ պետական համակարգը որոշել է քննություն սահմանել, բայց սա ինչ է, սա ինչպիսի մարդ է ձևավորում, այս հասկացություններից ինչ կարող է ծնվել ընդհանրապես, ինչ ծրագրեր, ինչ։ Դե գիտեք ինչ, հասկացություններ, երբ որ գրում ենք հասկացություններ, դե դա դեռ չի նշանակում, որ այս տեսակ մարդ ծնվում, օրինակ դու կարող եք օգտագործել ուրիշ տեսակի բաներ, հա, օրինակ ժամանակին, չգիտեմ հիմա կա թե չէ, կարծեմ չկա, բայց ժամանակին կար կատարելատիպ, մարդու կատարելատիպը հասկացություններից, որ դու գրում ես օրենքում կամ չափորոշիչում կամ որևէ փաստաթղթում, որ դու պատրաստում ես մարդու կամ ձևավորում ես մարդու կատարելատիպը, քո մոտ կատարյալ մարդիկ չեն հայտնվի։ Կամ ով է որոշում, կամ դեպի ուր ես դու, այդ ինչ նշանակում, դու սլակ ես ուղում դեպի ինչ, որն է քո կատարյալ մարդու տեսակը, դու միգուցե յուրաքանչյուր մարդու համար կատարելատիպը դա իր խառնվածքի մարդու հաջորդ աստիճանն է, որտեղ այդ մարդու թերությունները ինչ որ ձևով վերանում են, հա, ինքնակատարելագործման ճանապարհին։ Ես չգիտեմ, դրա համար խելոք բառերով չի, որ կրթությունը ստեղծում է։ Այս 12 հասկացությունները հիմնված են Արիստոտելի 10 կատեգորիաների վրա, որոշ չափով, որոնք ընդգրկում են բավականին մեծ ոնց որ ծավալ, բայց մի քիչ ավելի ոնց որ համակարգը խախտելով եւ հա, չէ, իրանք մշակված են, բայց մշակված են ավելի թույլ մտածողների կողմից, քան Արիստոտելն էր։ Դրա համար այդ մշակվածությունը այդքան ամբողջական չի։ Ինքնին շատ կարեւոր է նկատի ունենալ, որ կան այդպիսի մտքեր, կան այդպիսի ուղղություններ, կան այդպիսի հասկացություններ։ Դրանք անվանելուց մենք ինչ ունենք այս դեպքում, ես չգիտեմ ինչ կապ ունի դա, բայց իհարկե ուսուցիչները աշխատում են այդ կատեգորիաների հետ, նաև այս կատեգորիաների հետ, այս հասկացությունների հետ։ Իհարկե մենք գործ ունենք զարգացման հետ, իհարկե մենք գործ ունենք ժամանակի եւ տարածության հետ, հա։ Բայց երեխաները դա ինչպես պետք է հասկանան։ Ես չգիտեմ դա ինչ կապ ունի երեխաների հետ, ինչու դուք կարդացիք։ Որովհետև այս հասկացությունների մեջ է նաև զարգացումը, իսկ զարգացումը դրվել է էսեի քննության ոնց որ զարգացումը շատ լավ բան է, նորից կասեի։ Իմ երազանքի դպրոցը, իմ երազանքի քաղաքը, ինչպիսին կուզենայի, իմ արդեն այդքան էլ մանկական չի 9-րդ դասարանում, կարելի է բավականին հասուն աշխատանքներ էլ ակնկալել որոշ երեխաներից առնվազն։ Իմ երազանքի պետությունը, իմ երազանքի աշխարհը, այդ հարցերը իրանք հետաքրքիր հարցեր են, թող մարդիկ 14-15 տարեկան մարդիկ թող մտածեն ինչ երկիր, ինչ պետություն, ինչ քաղաք, գյուղ, ինչ դպրոց նրանք կուզենային ունենալ։ Մոտ ապագայում, հեռավոր ապագայում, դա վատ չի, դա լավ բան է, պետք չի մտածել, որ երեխաներին լավ չի դրթել դեպի սեփական միտք, լավ է դրթել, պարզապես դրթելուց այդ հարցերը, այն որ դուք մինչև այդ կարդացիք այդ 3 նախադասությունները, դա այն էր ինչ տրվել էր երեխաներին որպես թեմա։ Դա ըստ էության, այո, հարցադրումներ, որի հիմքի վրա երեխաները պիտի գրեին։ Դա ես երբեք չէի անի, որովհետև նախ եւ առաջ հայերենի տեսանկյունից հարցադրումը ինձ թվում է այնքան էլ կատարյալ չի հնչում։ Շատ բան լեզու է, հա, ոնց որ ֆիլտրած բյուրոկրատական կամ կեղծ գիտական լեզու, մարդկային լեզվով։ Եթե մենք խոսում ենք անցյալի մասին, նույնպես մենք պետք է մարդկային լեզվով հարց տանք։ Ինչու է կրթությունը կարևոր եղել։ Ինչու է կարևոր եղել, գուցե բացատրությունը օգտակար լինի։ Ինչու է կրթությունը կարևոր եղել, ես ասեմ ինչու է կա, որովհետև կրթությունը դա մարդու զարգացման հիմնական եւ ինքնակրթությունը առաջին հերթին, բայց նաեւ ընդհանրապես կրթությունը հիմնական լծակն է։ Իսկ երբ մենք ասում ենք մարդ, մենք պիտի հավասարության նշանը դնենք զարգացում բառի հետ, որովհետև կենթանական աշխարհում չկա զարգացում, կենթանական աշխարհում կան փոփոխություններ, որոնք տեսակի փոփոխություններ, որոնք կատարվում են արտաքին պայմանների փոփոխման հետևանքով։ Մարդ նշանակում է առաջին հերթին զարգացող էակ, որը փոխվում է ուրիշների ազդեցությամբ եւ որը փոխում է ինքը իրեն, ունակ է փոխելու ինքը իրեն։ Իհարկե թե ունակ է, բայց դա հենց մարդուն բնորոշ բան է։ Բայց եթե ասում ենք զարգացում եւ
եթե այս սկզբունքներով ենք փորձում ապահովել զարգացումը, ինչ ենք ստանալու մենք ի վերջում։ Հիմա ոնց որ գործընթացը արդեն իսկ սկսվել է, ոնց որ թե դուք հույս ունեք, որ դա կփոխվի։ Ես հույս ունեմ, ես կարող եմ ասել բոլոր դեպքերում ես փորձում եմ ունենալ ամեն ինչին դրական հայացք, եթե ես դրականությամբ մոտենամ ձեր հարցերին, ես պիտի ասեմ, շատ ողջունելի է, որ մենք անցնում ենք էսեի, շատ լավ կլինի, եթե մենք ընդհանրապես հրաժարվենք թեստային մտածողությունից, տարբեր առարկաների մեջ եւ առհասարակ մեր մեջ, եւ շատ լավ կլինի, եթե մենք որպես հաջորդ քայլ գնանք դեպի վերանայումը դրա ինչ է նշանակում քննություն եւ ինչի համար է դա ու մենք դրանով փորձում ինչ համոզել, ինչ չգիտենք, որ պարզում ենք դրա միջոցով եւ ինչի համար ենք մենք դա անում, ինչի համար ենք ենթարկում այդ ծանր փորձության երեխաներին։ Մեր նախորդ զրույցի ժամանակ դուք ասացիք, որ այո, խնդիրներ կան, բայց նաև առաջարկները տեղ են հասնում եւ փոխվում են, իմաստը դա է։ Դուք հույս ունեք, որ սա էլ կազմի ձեր։ Ես հույս ունեմ, ես վստահ եմ, որ առաջարկները լսելի են, որ մարդիկ, որոնք այսօր ղեկավարում են կրթության ոլորտը, ունակ են առաջարկները եւ դիտարկումները եւ քննադատությունը լսել։ Մի կարևոր բան կա, եթե այդ քննադատությունը քաղաքականացված չէ, այսինքն եթե այդ քննադատությունը վերաբերում է բուն կրթական խնդիրներին, ինչ եզրակացություններ կանեն, ես չեմ կարող ասել, բայց ես վստահ եմ, որ այդ խոսակցությունը անիմաստ չէ։ Շատ շնորհակալություն այս դրական նոտայի վրա էլ ավարտենք մեր զրույցը, հույս ունենալով, որ ձեր խոսքը կազմի ճիշտ որոշումների կայացումը։ Ես էլ եմ շնորհակալ։